Բայց ճունի մսելու ինչքան ուրախ եմ, որ դուն վերադարձած եմ, որովհետև ցեզ մեջ շատերը գիտեն, շատերն ալ չեն գիտեր, որ ես դիրոջ զանոթացա այս եկեղեցին մեջ 2004-ին եւ անգեի վեր չեմ ուզած բնավ ուրիշ բան տեսնել, ուրիշ բան ճանչնալ, որովհետև դիրոջ ճանչնալ ամենակեղեցիկ բանը եղավ։ Ուրեմն այս դունը ինչքան ալ հերու ապրիմ ֆիզիկապես, այս դունը կմնա իմ դունս։ Ամեն։ Եվ ցեզ մեջ շատերը կճանչնան, բայց ուրախ եմ նաև որ շատերը չեմ ճանչնալ, ասել են նոր երեսներ, նոր մարդիկ կան։ Ուրեմն այսօր կուզեմ ցեզի խոսիլ Աստծո երկյուղին մասին։ Աստծո երկյուղը ինչպես իմ կյանքից մեջ կաշխարի, ինչպես հավատացյալին կյանքի մեջ կշարժի, եւ արդյոք Աստծո երկյուղը նման է Աստծուց մե վախնալուն, կամ Աստծո եւ որ ես բանեմ կվախնամ, արդյոք ադորանոնի երկյուղ է, կամ արդյոք դարբերություն մը գա։ Իրականության մեջ ինչ որ ունենք մենք այսօր ֆիզիկական բան չէ որ ունենք, ինչ որ ունենք Սուրբ Հոգի ներկայությամբ ունենք, Սուրբ Հոգին կորձելացեվով ունենք։ Եվ մենք իբրև հավատացյալներ մանավանդ Հիսուսի կալեն վերջ կվարժվենք, որ Սուրբ Հոգին դուրսի նշաններով կհայտնվի մեզի, եւ շատ անգամ կվարժվենք այդ նշաններուն եւ ադով գորոշենք, որ Սուրբ Հոգին բան մը գնե կամ բան մը չներ։ Օրինակի համար։ Եվ որ ես աղոթքի ժամանակ թողս կամ ցերկս թողա, կամ լեզու խոսիմ, կամ քեդինինամ, նշաններն մեկն է, որ Սուրբ Հոգին կաշխատի։ Բայց արդյոք միան ադով կարելի է գիտնալ, թե Սուրբ Հոգին կաշխատի։ Թե շատ ավելի խորունկ բան մը գա, որ Սուրբ Հոգին գնե մեր մեջ, եւ իր բուն կորձը ճիշտ այդ մեկն է։ Գուզեմ միասին նայենք Եփեսացիս 3:16-ին, որ գխոսի Սուրբ Հոգին բուն կորձին մասին։ Այո, Սուրբ Հոգին պիտի կորձած է դուրսի նշանները, որտեղ մենք 5 սկայարանք ունենք, եւ մեր սկայարանքներով գտեսնենք, կսկանք, կթփչինք, ադով է որ գիտնանք, գվստահենք։ Եվ Աստված պիտի կորձած է այդ սկայարանքները, բայց այդ բոլորը կորձածելով Աստված մեր մեջը, մեր ներսիտին բան մը գնե, որ ուղագի իրեն հետ հարաբերությամբ մի անգարելի է ճանչնալ։ Եկեք նայենք 3:16։ Ես սխալ դեղը բացի գներեք։ 3:16։ 14-ը մի գարտամ։ Ադոր համար ձունգի գուկամ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հորը արչև, որ մեկ հոյություն գարնե երկնային թե երկրավոր որևէ ասկադոմ, որբեսի իր ջող парքին համացայն ցեզի զորություն դա։ Իմ Աստված զորություն պիտի տա մեզի։ Մենք ինչպես պիտի ապրենք այդ զորությունը, ինչպես պիտի ճանչնանք, որ զորություն տվավ մեզի, որ իր հոգիով ամրապնդվիկ ներքնաբես եւ ցեր հավատքին միջոցով Քրիստոս ցեր սիրտերում մեջ փնագվի։ Անգլերեն թարգմանությամբ գսե ցեր ներսի անձը զորացնե։ Այսինքն եւ որ Սուրբ Հոգին վրաս կհանգչի Աստծո զորությամբ, եւ որ Սուրբ Հոգինի մեջից կորձ բիդնե, փուն նպատակը իմ ներսի անձը զորացնել է, որ ես միայն դուրսի նշաններով չճանչնամ Աստված։ Անցյալին 5 դագարանի մեջ, երբ որ գրագի իջներ կամ ամբը իջներ գիտնային, որ Աստված եկավ, եւ որ ամբը երթար գսեին Աստված քնած։ Եվ որ ես Աստծո հետ հարաբերություն կմշակեմ, ես իմ ներսի անձովս կհաղորդվիմ Աստծո ներկայության հետ։ Եվ գսե երբ որ այսպես ճանչնաս Աստված, Քրիստոս պիտի հանգստորեն փնակվի քու կյանքիդ մեջ, որպեսզի գարնաս ճանչնալ Քրիստոս կսե իր ամբողջության մեջ։ Ամեն։ Ուրեմն Բողոս արաքել այս մեկը աղոթելով գուզե որ ես ճանչնամ, որ ես չեմ գանչված դուրսով ապրելու, ես գանչված եմ Աստծո ամբողջ ներկայությամբ ապրելու։ Սամոս 46 մեզի գսե որ լուր մնա եւ ջանցիր որ դերն է դերը։ Եվ որ գսե լուր մնա, չի խոսիր միան որ մի խոսիր, լուր մնա ասոր մասին չի խոսիր։ Լուր մնա եւ որ գսե հավատացյալին նորեն կխոսի, տուն ամբողջ էյությամբ։ Ինչպես որ ես, ով որ ես, հոգի միտք եւ մարմին, ամբողջությամբ ջանչնաս խոր էյությամբ մեջ, որ Աստված է գարող, սիրող եւ ամենակետ։ Եվ որ գսե լուր մնա, Փուն նշանակության մեջ այստեղ գսե որ քանի մը նշանակություն ունի, որ կնշանակե թող դուր, այսինքն հանցնվե, արդոնե, անցդ լուրության մատնե, մեկը ինչու լուր կմնա եւ որ թիմացին ավելի գիտե։ Մենք շատ գխոսենք եւ որ գուզենք ուրիշ մեկը դպավորել։ Շատ անգամ աղոթներու ժամանակ շատ գխոսենք։ Գարձես թե ես Աստծո բամը պիտի իմացնեմ իմ շատ խոսելովս։ Բայց եւ որ Աստծո ահը գունենամ, եւ որ Աստծո կհանդիպիմ ներքնաբես, շատ անգամ բամ մը չի մնար խոսելու։ Այսօր լավագույն օրինակները մեկը գա հոպը, որ հոպին պատմությունը շատերս գիտենք, որ ինչ էր գործընծուց, առողջություն գործընծուց, ընտանիք գործընծուց, հարստություն գործընծուց, շատ բաներ գործընծուց։
Վերջավորության, իր բադմուջան վերջավորության Աստծո այդ վիճապաները իդ 40 գլուխ, 42 գլուխ Աստծո այդ վիճապաները վերջ դեղը մգուկա 42-ի մեջ կսե ես քեզի սորվեցնելիք ճունիմ, ես քեզի խոսելիք բան մճունիմ, քեզի համոզելիք բան մճունիմ։ Ոստի իմ անձս լուր բիդի բահեմ։ Որտեվ ջանցավ, որ ինչ դեսնե, ինչ գիտնա, Աստծո դալիք մճունի ինքը։ Իր սիրտեն, իր էյութենեն զադ։ Ուրեմն եւ որ գսե որ Սուրբ Օքին իմ ներսի անձս կզորացնե, անդեղ է որ ես կսկսեմ ջանչնալ Աստծո ներկայությունը։ Եվ որ գսկսեմ ջանչնալ Աստծո ներկայությունը, ես արդեն անձս լուր կբահեմ, որև կջանչնամ որ ինչ որ պիտի ասեմ արդեն գիտե։ Ինչ որ պիտի ուզեմ արդեն գիտե, ինչ որ վաղը պիտի ուզեմ արդեն գիտե որ վաղը պիտի ուզեմ, ուրեմն ես ուզելեն շատ ավելի պետք է ներքնաբես խոնարին։ Երգյուղը Աստուծո, Աստուծո մե վախնալը չէ։ Երգյուղը Աստուծո Աստծո ներկայությունը սիրելեն գուքա։ Եվ երգյուղին ամենալավ նշանները մեկը ան է որ ես իմ անձս լուր կբահեմ, գիտնալով որ զիս սիրող Աստված մունիմ։ Ամեն անգամ որ իր արչև պիտի կամ ես ժամանակ կփորձեմ չվատնել իրեն համոզելու։ Շատ անգամ ես աղոթքի կսկսեմ խոսիլ, վերջի կսեմ որ ես միայն ժամանակ անցուցի, հավատքս չշատցուցի։ Խոսելեն վերջ ավելի հոգնած գել ես աղոթքեն։ Մանավանդ եւ որ գախված ես բանի որ գուզես։ Դեր փած աստուրը, եթե կու գամ կտե դեր, բայց փած աստուրը։ Գիրեմ որ կու գամ կտ սուրբ է փած աստուրը։ Գալի դեր ատուրը ճուզեր բանալ։ Գալի ատուրը լավ չէ ինձ համար։ Բայց Աստծո ահը ունեցողը մինչև ձայր գերտա Հիսուսի նման։ Դեր ես չեմ գնար ասկավատ խմել, շատ ծանր բաժակ մնե, բայց եթե կու գամ կտե, ես փափակ ունիմ կու գամ կտնելու։ Անորամար միշտ ջաշիմը մասին կխոսեր, որ մարդիկ չէին հասկնար։ Եվ որ ես քնեֆեի մասին խոսիմ, մեկը չի հասկնար ինչու atkan գսիրեմ։ Մեկը չի հասկնար։ Բայց եթե ես որ ինձի, եթե փանդի մեջ դες վերջին ջաշդ մի ուզես ինչ կուզես կսեմ քնեֆե կուզեմ։ Հիսուս կսե ես ջաշ մունիմ որ դուք չեք հասկնար։ Անալիմ հորս գամ կնելն է։ Անաբադին մեջ երբ որ 40 օրվա անօթութենեն գարցակվեր եւ թշնամին եկավ ամենա թյուրին փորձը դալու։ Թշնամին համար ամենա թյուրին, որովհետեւ ամենա թյուրին փորձության մեջ ինալու վայրը անօթություն բիդի ըլլար։ Ինք հոն անգամ մսավ, որ մարդ չաբրիր միայն հացով, ոչ թե հացով չաբրիր, մարդ չաբրիր միայն հացով եւ փախտադեց հացը Աստծո խոսքին է դասավ, այլ ամեն փարով, որ գելե հորը պերնեն։ Գնաց Երևանին ինչպես մանուկը ամեն գաթեն, գաթի ամեն գաթիլով գաբրի որ մորմեն գուքա, ադոր համացային գխոսի Աստծո խոսքի մասին։ Վերջին անգամ երբ էր որ արտնցար եւ անոթի է իր խոսքին։ Ես չեմ ուզեր ասով հանդիմանել, բայց իրականությունը կհարցնեմ։ Վերջին անգամ երբ գարթացիր խոսքը ասելով որ ես իմ այսօրվա ծրագիրներս ավելի այս խոսքը կուզեմ։ Այս խոսքը ինձ պիտի դա փամը, որ $10,000 շայելով չեմ գնար առնել։ Այս խոսքը ինձ պիտի դա փամը, որուն փոխարեն ուրիշ որևէ բան չեմ գնար տնել։ Եվ պիտի տեսնես որ երբ որ այդտեղ հաստիս տուն Աստծո ահա ապրելու վիճակի մեջ ես։ Հիսուս չինգավ մեղքի մեջ ոչ թե որովհետև ուրիշ արավելություն ուներ որ թուն չունիս, չինգավ մեղքի մեջ որև ահով լեցված էր։ Ահով չէ երգյուղով լեցված էր։ Իր հորը երգյուղով լեցված էր։ Իրեն համար իր հորը գամքեն հերանալը մահ էր։ Իր հորը գամքեն թուրս ջամփաներ փնդրելը մահ էր իրեն համար։ Պետք չուներ մեկ իրեն համոզե որ մտիգրի հորդ խոսքը։ Մի հերանար հորը ջամփային։ Իր էությունը ամբողջությամբ ծարավ էր Աստուծո։ Եկ միասին նայենք Կորցք Արաքելոց 9-րդ գլուխը եւ այս համարը գարտացած ժամանակ ամբողջ ներշնչումս հոնդերեն եկավ 9:31 Եկեղեցին ամբողջ Հրեաստանի, Գալիլեայի եւ Սամարիայի մեջ խաղաղություն գվայլեր եւ գզորանար։ Ասիկա եղավ երբ որ նույն գլուխի մեջ եւ որ Բողոս Արաքել Աստուծո գուքա եւ իր կյանքը կփոխե Աստծո երգյուղով գլեցվի եւ այդ օրերուն եկեղեցին կսկսի ընդունել զինք ջանչնալ զինք խաղաղություն մգդիր եկեղեցի մեջ, բայց նայեցեք հաջորդ նախադասությունը ինչ կսե։ Սուրբ Հոգին օգնությամբ հավատացյալները կբազմանային եւ դիրոջ երգյուղով գաբրեին։ Ուրիշ թարգմանություններում մեջ կսե, հին թարգմանության մեջ կսե որ Աստծո երգյուղով գաբրեին եւ Սուրբ Հոգիով քաչալերանք կգտնեին։ Չես կնար քաչալերվիլ, մեկը որ մեկը վախնաս։ Չես կնար։ Արյուծ մչի կնար քեզ քաչալերել։ Տուն արյուծեն հերուկ գնաս, որտեվ կվախնաս իր մե։ Հոսքսի հավատացյալները Աստծո երգյուղով գաբրեին եւ ադոր արդյունք
Նաև Սուրբ Հոգիով քաչալերանքը գտնեին բոլոր դժվարություններուն դիմաց։ Ուրեմն երկյուղը իրենք չեր բահեր հերու աստուծմե, չնես ասանք Աստված քար գնեդե, այս չեր երկյուղը։ Գապ չունի ադոր այդ երկյուղը։ Իրականության մեջ այդ տեսակ վախը, որ ծնողները բզդիկներուն գուտան, անեցքի պես բան մնե, կամ անեցք է, որև ադի արկելքը լավ որ Աստված ջանչնան։ Երկյուղը իր գամքին արչև գխոնարեցնե զինք, եւ այդ առաջ ժամանակը Սուրբ Հոգին չի կար հանդիմանելու, Սուրբ Հոգին գուկա քաչալերելու։ Կսե երկյուղով ապրող հավատացյալները Սուրբ Հոգիով քաչալերան կգտնեին ուր որ երթային։ Եվ այսօր համացան համար մնալ գաբր գուզեմ դալ Երեմիա 32-ի միջև, որ նորեն գխոսի երկյուղին մասին։ 5 դագարանի մեջ Աստվածաշունչը մեզի գսե որ Սամոս 103-ի մեջ 7-ի մեջ գսե որ Աստված իր ջամփաները ջանցուց Մովսեսին, այսինքն Մովսես մդերի մեր Աստուծո, իր ցևերը ջանցավ, իր մտածելու ցևը ջանցավ, իր ջամփան ջանցավ, բայց ժողովուրդը որ միան հետևող էր, ջանցավ հրաշքները ջանցավ։ Ուրեմն իրենց համար եւ որ գրագու կար, ուրեմն Աստված գար։ Եվ որ անոնթի լայն Աստված չի գար իրենց համար։ Եվ որ մանանան ժամուն գար, Աստված գար։ Մանան ուշանար, Աստված չի գար իրենց համար։ Եվ ուրեմն իրենց կորձին իրենց հաշիվները գնային, որև երկյուղով չէին ապրեր։ Վախով գաբրեին։ Քիրեն որ եթե մեղ կլա, մեղքին թիմած սաստում բիդելար, կամ հանդիմանություն բիդելար, բայց Աստուծո երկյուղով չէին ապրեր։ Մովսես Աստված սիրող մեկներ, Աստուծո ներկայության մեջ 40 օր անցնելի յետք չուզեց Աստուծո կովեն երթալ։ Աստված գրգեց ժողովրդին ինք չուզեց երթալ, որև իր պետք սկսած էր տեսնել ոչ Աստծո ցերքերուն մեջ, այլ Աստծո թեմքին մեջ։ Իրեն համար այլևս Աստծո ցերքերուն նայելը չէր հրաշքը, Աստծո հետ հարաբերություն ունենալն էր հրաշքը։ Ուրեմն եկեք նայենք Երեմիա 32-ի միջև 32 40-ը մի դիգարտամ։ Անոնց հետ հավիտենական ուխտ պիտի ունեմ, որ գխոսի մարգարեություն մնե գխոսի նոր ուխտի մասին, որ Հիսուսով պիտի լա։ Որ անոնց բարիք ընել են անոնց մեջ ետ չքաշվիմ, ու իմ վախս անոնց մեջ պիտի տնեմ, որովհետեւ ինձ մեջ չխոդորին։ Անգլերեն թարգմանության մեջ կսե իմ վախովս պիտի ներշնչեմ իրենց։ Պիտի ներշնչեմ, որ ինձ մե վախնան գսե։ Դու գնաս մեկում ներշնչել, որ քեզ մե վախնա։ Չես ներշնչել մեկը, որ քեզ մե վախնա։ Հոսսել գուզե, որ ես իրենք պիտի չվախցնեմ, իրենց ներսը կորձը պիտի անեմ, եւ ադոր արդյունքը պիտի լա, որ իրենք ներշնչվին իմ վախովս ապրելու։ Ներթուն չես ներշնչվիր քազանի մտիմաց։ Քիրես որ պիտի փախչիս քազանեն։ Բայց եթե քիդես գամքը քեզ օրնողին, գսե դերը իր մեջ ու իր ներգայությունը երկյուղ պիտի դա քեզի, իր ներգայության նկատմամբ եւ այդ երկյուղով թուն պիտի որոշես այդպես ապրել։ Ոչ օրենքին համաձայն, որ օրենքը քեզ հանդիման է, այլ քու մեջ եղած Սուրբ Հոգին քեզ ուղե։ Եվ շարունակելով 41 գսե անոնց բարիք ընելով, անոնց համար պիտի ուրախանամ եւ զանոնք բոլոր սրտովս ու բոլոր հոգիովս ու ճշմարտությամբ այս երկրի մեջ պիտի դնգեմ։ Ուրեմն այդ երկյուղն է, որ ինձ Աստծո արչեւ լրության մեջ կբերե։ Երկյուղին ուրիշ նշաններեն մեկը սրբությունը ապրիլն է։ Գիտեք եւ որ ծնող քեզի գսեն ասի միներ եւ դու իր յետևեն գուզես նույն բանը անել։ Չէ՞։ Ադի երկյուղի բագասեն գուկա։ Ադի գուկա որովհետեւ միայն քիրես որ եթե անես պիտի բռնվիս, ուրեմն ավելի խելացի խապող մը գտարնաս։ Երկու լուզում ունիս, գամ գհամագերվիս գտնունիս, որ շիդագ է, գամ վարբետ խապող գտարնաս։ Երկու սև ունիս աս մեկ ապրելու, չէ՞։ Երկյուղը լման հագարակն է, եթե որ մեկը չգակովս որ զիսնայի, իմ աստուծից հանդեպ ունեցած սերս այն աստիճան գլա, որ ես Գաբրին ցևով մը, որ իմ ուրախությունս այդ ճշմարտության մեջ կգտնեմ։ Անգետ դուրս ինձ համար դխրություն գլա։ Եվ այդ մեկը գլա է, որ ես ջանչնամ մեկ կարևոր գետ, առաջին գետը, որ Աստված սուրբ է։ Չեմ գնար քեզ ասի սորվեցնել։ Ոչ մեկը գնա քեզ սորվեցնել այդ մեկը։ Միայն Աստծո արչև իր ներկայության արչև գենալդ գրնա այդ սուրբությունը քեզի ջանցցնել։ Ես գիշեմ առաջին փորձառությունս որ Սուրբ Հոգին ունեցա, անան ժստրֆիատ էր, այսինքն 2005-ին էր այլևս, որ Սուրբ Հոգիով լեցվեցա։ Ես մինչև այդ գիտեի, որ աղոտ կգլա օրենքի համաձայն արդասանված բարերով, կամ խիղճ մաքրելով, խոսելով, սխալները ծսելով, ներողություն ասելով, որ վաղ նույնը անես։ Գիտեի ոչ թե խնդալով Աստուծո վրա, բայց չէի գիտեր ինչպես կփոխվի մեկը։ Ներողություն գսես, մանավանդ հաղորդու տնեն առաջ ներողություն գսես, շիդակ կսկաս,
որ վաղը նույնն ես։ Որտեվ ինգած ենք, մենք ասանք ենք, մարդը լավ չէ գսես։ Բայց գիտես ինչ է, դու ինքնություն ունիս, որ սուրբ է։ Աստված եւ որ քեզի գնայի չի նայր իբրև, մանավանդ եթե մեկն ես, որ Հիսուս ընդունած է, Աստված քեզի գնայի իբրև իր զավակը։ Գնայի քեզ իր արդարության մեջ, գնայի քեզ իր սրբության մեջ։ Ուրեմն եւ որ մեզ Աստված կգանչե իրեն, կգանչե նաեւ իր սրբության։ Առաջին օրինակները մեկը, որ ունենք այսօր մասին, Մովսեսն է։ Եվ որ Աստված Մովսեսը կգանչե, Մովսեսի կյանքին վրա շատ հայտնի ընդրություն մգար։ Հայտնի էր իր մաման իրականքի մեջ կփսփսար, սկիզբեն որ դու ընդրված ես, որ դու Աստծո գործը պիտի ունես։ Այո, դու Եգիպտացիներուն բալադի մեջ կաբրիս, բայց դու այսօր համար չես կանչված։ Դու կանչված ես, որ քու դիրոջը ծանոթանաս, որ քու դիրոջը ծառայես, որ քու ժողովուրդը ազատագրես։ Բայց Մովսես կյանք մը գաբրեր, որ իր ցևով գներ։ Ինչպես որ մենք իբրև հավատացյալներս, որ Աստված գնանք սիրել, բայց ավելի լավ ցև չենք ճանչնա լսելով սխալի մեջ գինանք։ Մովսես քանի օրինակներով կտեսնենք պատմության մեջ Աստված սիրող մեկն էր սկիզբեն։ Այդ կան գսիրեր, որ գարձեց, որ իր ցևով պիտի Աստծո գործը։ Մինչև իջ գնաց մարդը սպանեց, որ Աստծո գործը հաջողցնե։ Գարձելով, որ մարդը սպանելով, չարը սպանելով, շիրակ բան մգնե։ Վերջը փախավ իր կյանքին, ապա անաբադ գնաց եւ անաբադի մեջ հովություն գներ, բայց ոչ Աստծո ցևով, ոչ խար գարած էր։ Մինչև որ Աստված իրեն կգանչե, ելքի քիրքի մեջ, երրորդ գլուխի մեջ եւ գբերե մինչև լերը եւ իրեն ինչ կսե անդեղ, առաջին բանը որ գսե իրեն ինչ է, գոշիկները թանե։ Գիտեք, մանավանդ Ամերիկա, ստեմ դեսած եք ասիկալ social media-ին, սխալ հասկացողություն կա, որ գվերապերի շնորհքին, Աստծո ներելուն, grace անունի դակ, որում մեջ կսվի մարդուն ուզածիդ պես եկուր, ուզածիդ պես ապրե Աստված քեզի կսիրե։ Բայց եւ ասիկա հոնդեր տարերտալով շատ ավելի մոդեն զանոթացա։ Բայց իրականության մեջ շնորհքը մեզի կգանչե, որ մենք ոտնագող խնենք մեղքը։ Շնորհքը մեզի կգանչնե, որ մենք սրբությունը հակվինք։ Շնորհքը մեզի կգանչնե զորացնելու, որ ես մեկ հատ չդառնամ նույն տեղը։ Եվ որ Մովսես եկավ այդ քիձին, որ Աստված գանքնած էր, սա գոշիկները թանե, որովհետև այն տեղը, որ դու գանքնած ես, սուրբ է։ Սուրբ չէր, որովհետև քեդինը մաքուր էր։ Սուրբ էր, որովհետև ներգայությունը հոներ։ Որովհետև ներգայությունը հոներ, հոն սուրբ էր։ Սուրբ կնշանակե եբրայերեն բարերով հատկացված, այսինքն թրված մեկ գոմ նպատակի համար։ Մեկ ասոր չի տպչիր, ուրիշ մեկը այստեղ չի մտներ։ Գիրեք ուր սուրբ էր, դաջարը սուրբ էր։ Դաջարը մտնելու համար պրոտոկոլ կար, դաջարը մտնելու համար պետք է լվացվեին, հակուսները փոխեին քահանաները։ Եվ անալ դաջարին խոր բաժինը սրբություն սրբոցը, որ մեկ սենյակ մներ, որ մեկ օքի կմտներ, անալ քահանան չէ, քահանայաբեդը, անալ ոչ ամեն օր դարի մեկ անգամ բոլորի մեղքերուն համար անալ ինչեր է անցնելով, որբես իդ սրբության մեջ գարենա գանքնին առանց մեռնելու։ Եվ Մովսեսին հոն սորվեցուց, որ այս դեղը սուրբ է, որովհետև ես հոս եմ։ Գիտեք ուր է այդ դեղը, հոս է։ Երտալու դեղը չունիմ այսօր։ Ես միշտ այս օրինակը կործած եմ, մեծ սա ժամանակ մենք կացած ենք շատ սուրբ վայրեր։ Մանավանդ Երուսաղեմ, Հիսուսի քերեզմանը, քանի անգամներ։ Եվ այդ մեկը անելու ժամանակ օրը չեմ սկացած, քառորդ սկացումին, որ ունեցա, որ Հիսուսին այոսի կյանքից մեջ։ Օրը չունեցա սկացումը, որ ունեցա եւ որ Հիսուսին այոսի կյանքից մեջ։ Իցես որ ամենասուրբ քարին տբար, ուր որ խաչը գար, ուր որ մարմինը տրվեցավ, տբար ադեղ ուր որ մարմինը տրված էր։ Այո, բայց փամը չաբրեցա հոն, որ գհամեմատվեր այդ ներգայության, որ եկավ կյանքից մեջ եւ որ իրեն այոսի, եւ որ ջանցցավ որ ինք սուրբ է, ոչ հոն, հոս։ Ոչ քիծա որ ինք սուրբ է, ջանցցա որ ինք սուրբ է։ Մեծ դարբերություն կա, քիրենք որ Աստված սուրբ է։ Ամեն մարդ գիտե, Սատանան ալ գիտե։ Սատանան իր կյանքը չի փոխեր, չէ՞։ Սատանան գիտե որ Աստված սուրբ է, բայց ես գջանչնամ որ Աստված սուրբ է։ Եկեք նայենք միասին առաջին Կորինթացիս 6, ուր որ սրբության մասին կխոսի։ Չեք գիտեր, որ ծեր 19-րդ համարը, չեք գիտեր, որ ծեր մարմինները դաջարն են Սուրբ Հոգին, այսինքն այդ սուրբ դեղն են, որ Մովսես սանդալով չեր գնար մտնել։ Դաջարն են Սուրբ Հոգին, որ ծեր մեջ կփնագի, ոչ բիդի, ոչ եթե աղոթեք բիդի կա, որ ծեր մեջ կփնագի, որ ստացակ Աստուծմե։ Դուք ծեր անցերուն չեք պատկանիր, դուք ծերը չեք կսե, այլ քնվեցակ մեծ կինով։
Հետևաբար Աստված բադվեցեք ձեր մարմիններով։ Աստված հոգ կնե, որ ես մարմինս ինչպես կկործածեմ։ Գուցե սիրեն ինչ ես գխոստովանի մեղքս։ Չէ։ Եթե ինք հոն գաբրի իր ներկայությամբ, այն երգյուղը, որի մեջս է, ինձի պիտի չարդոնե, որ ես երթամ ուզած ջամփած որ գերտամ, խելքես փչած ընեմ։ Այն երգյուղը ինձի ձունգի պիտի բերած ներկայության արչև։ Ոչ օրենքը, ոչ բաբան մաման, ոչ ավելի խիստ ցայնը, ներսի երգյուղը։ Նորեն պիտի վերաթանամ ասածից Հիսուս չմեղանչեց, ոչ թե որև գվախնար հորմեն, չմեղանչեց, որովհետև երգյուղ ուներ իր սրտին մեջ, Աստծո գամքին համաձայն։ Փիլիպպեցիս 2:13 մեզ գսե Աստված է, որ իր գամքին համաձայն գներկորձե ծեր մեջ, որբեսի դուք փափակիկ իր գամքը հաջողցնել։ Ես անգամը բադվերին հետ գքալեի, եւ որ Բոստոն այցելեց, եւ գխոսեին գամքի մասին։ Սա բանակ բան չի գա որ գամքի համար աղոթես։ Մենք դարիներով այդպես աղոթած ենք, նույնիսկ հավատքի կալեն վերջ։ Գամքը զորացուր ասոր թիմած։ Եվ չէ, գամքը չի զորանար։ Գամքը ինքը զորավոր է, ուզածիդ համար զորավոր է։ Եթե դու ուզես փամ մնել, գամքը զորավոր է։ Եթե ուզած ջաշիդ պիտի ուտես, գամքը զորավոր է ադոր համար։ Գերտաս ա ջաշ ուտելու։ Շատ դժվար չէ։ Գամքը գսե Աստված ինքն է, որ իր հոգին միջոցով քու մեջդ գներկորձե եւ ադոր արդյունքն է, որ դու փափակիս եւ գարենաս իր գամքը ընել։ Ուրեմն գամք զորացնելու հետ կապված չէ, գամքին արչեւ ձունգը զրելու հետ կապված է։ Երբ որ ես երգյուղ ունիմ իր արչեւ, ոչ վախնամ իր մե, նորեն գսեմ, վախնամ իր մե գփախիմ իր մե, ինչպես աթամ փախավ իր մե, բահվեցավ իր մե։ Երգյուղը զիս գփերե իրեն, փաթվիլ գուտա իրեն եւ գսե ես քու գամքը գճանշամ ավելի քեղեցիկ, ավելի մաքուր քան իմ ուզածս։ Իմ ուզածս ինձ պիտի դա 1 վարգյանի ուրախություն, 2 վարգյանի ուրախություն, անգևերջ պիտի կա ցավը, որ քու ներկայության հետ դուրս եմ։ Գարժե այդ 2-3 վարգյանի ուրախությունը, որ բաժնվիմ ես իր ներկայութենեն, ոչ։ Նայ Աստված նորեն իր ներկայությամբ գփաթվի քեզի։ Մեղքեն վերջ անգամ։ Բայց գարժեր այդ բաժանումը։ Գարժե ադխրությունը որ պիտի կա։ Գիտեք, եւ որ ժամանակ ապրենք մենք մեր մարմինին համաձայն, մեր աղոթքի ցանկը գթարնա այլևս ներողություն, գսիրեմ քեզ, Աստված գները, գուքամ նորեն, ներողություն կխնդրեմ, Սուրբ Հոգին գլացնե ինձ, գուրախացնե ինձ, ադուրախությունը գաբրիմ, բայց միշտ աղոթ գթարնա, անգլերեն բառը միտքորձեմ reactive, այսինքն բանի մտիմաց բադասխանող աղոթք։ Հիսուս կուզե որ մենք ուրիշ տեսակ աղոթ կնենք, proactive, լալեն առաջ։ Եվ որ ինքը խաչին կսպասեր, եւ լավ գիտեր ինչ պիտի լա, սավ աղոթեցեք որբեսի չինակ։ Ոչ թե որ է չարեք, որովհետեւ մարմինը դգարեսավ, հոգիդ հոժարը գասկած չունիմ, այլապես չէիք ցկեր ձեր հայրը, մայրը, քույրը, եղբայրը, ամեն ինչ ցկելով երևես կացիկ։ Բացի աշակերտներուն կսե դուք որ ամեն ինչ ցկելով, Աստված սիրելով երևես կացիկ, հիմա աղոթեցեք որբեսի չինակ։ Այսինքն այդ երգյուղի մեջ մնացեք որբեսի բնապորցության ժամանակ դգար չսկակ։ Ուրեմն աղոթող մարդը, որ ասո գամքը փնդրելով գաղոթե, չի նար ոչ թե որտեվ ինքը սխալական չէ, չի նար որտեվ երգյուղը զինք կբահե դժվարության դիմաց։ Ամեն։ Ուրիշ համար մնալ ցեզի բիդամասոր մասին Եբրայեցիս 5-ի մեջ, որ գխոսի ինչպես Աստուծո գամքը մեջս զորությամբ կաշխատի։ Ես ասի որ սրբությունը նշաններեն մեկն է Աստծո երգյուղն ալնում, Սուրբ կյանք փափակիլը, Սուրբ կյանք ապրիլ նշաններեն մեկն է։ Բայց ինչպես ես գիմանամ Սուրբ կյանքի մասին։ Ինչպես ես գխոնարիմ Սուրբ կյանքին դիմաց։ Դա ուրիշ բան է, նայեցեք ինչպես գլա։ Մեկ անգամով գլա։ Ոչ, ես պիտի ասեմ ոչ։ Անգամ լսեցի մեկը գսեր ինձի որ եւ որ Աստծո գուկանք մեր սիրտը մեկ անգամ են գնորոքվի, որովհետեւ հինը գերտա, նորը գուկա։ Բայց մեր միտքը մեկ անգամ են չի նորոքվիր։ Մեր միտքը ջամփաներ ունի, հին հիշողություններ ունի։ Գերտա, յետ կթարնա, յետ գուքա, յետ կթարնա, այդպես միտքով մեզի փորձությունները գուկան, չէ։ Ուրեմն ինչն է որ զիս նորոքված եւ նորոքվելու վիճակի մեջ միշտ կբահե։ Ինչն է որ հաջող գնե, որ ես չինամ։ Եբրայեցիս 5:14 պիտի գարտամ ցեզի։ 13-ին սկսենք։ Ով որ գաթնգեր է, այսինքն գաթ կխմե, կնշանակե թե մանուկ է, եւ անձնական փորձառությամբ չի գիտեր շիդագը սխալեն զանազալեն։ Մանուկը լան օրինակները մեծ ակույն անե որ չես վստահիր մինակ որոշումները իրեն, չէ՞։ Գսե մանուկը փորձառություն չունի որ գիտնա։ Երեք արչի օր Նատանը սուրճի կավատ քաշեց դունը եւ բզդիկը այրեցավ, մորթը այրեցավ։
Ինքը փորձառությամբ չէր գիտեր, որ սուրճի կավատը դակ է։ Կավատ մտեսավ քաշեց։ Չէ՞, բնական բանը որ բզդիկ մը պիտի նե։ Ուրեմն մանուկը իր անձնական փորձառությամբ չի գիտեր լավը եւ քեշը։ Հավատացյալը, որ Աստծո գուկա, սկիզբը բանը չի գիտեր։ Okay, որ բանը չի գիտնաս։ Բայց okay չի, որ բանը չի գիտող մնաս։ Բողոս արաքյալ գսի դուք բոլորդ կանչված եք ուսուցիչները լալու։ Ամեն մարդ հովիվ չէ, բայց ամեն մարդ ուսուցիչ կրնալ լալ։ Ուսուցիչ ինչպես քու ունեցածդ ուրիշին դալով։ Բայց նախ որ ես ուրիշին դալիք ունենամ, ես պետք է առնողը ըլլամ։ Ոչ օրնություն առնողը ըլլամ, Աստծո ներկայության մեջ գեցող մեկը ըլլամ։ Ուրեմն նայեցեք ինչ կսե։ Մինչդեռ գարձր գերագուրը չափահասներուն համար է, որոնք վարժության ջամփով գրթած են, ոչ թե գիտեն, գրթած են չարն ու բարին զանազանելու իրենց սկայարանքը։ Ոչ թե մեկը գրթեց իրենք գրթեցին իրենց անձերը, բայց ինչպես կսե, անգլերեն բառը որ հոսքը կորցած է constant use, այսինքն մշտական կորցածությամբ, ինչի կորցածությամբ, խոսքին կորցածությամբ։ Ես իմ քիմքս կգրթեմ մշտական կորցածությամբ, միշտ կորցածելով, իմանցս կսկսի ջանչնալ դիրոջ ջամփաները, որ Իսրայելի ժողովուրդը չջանցավ։ Որը բարապ խոսքը չեմ գարտար, երբ որ կգարտամ ան խոսքը, որ Հիսուսը ասավ ամեն բար կարող է ինձ կյանք տալ, եւ որ այդպես կգարտամ, որ այնտեղ քրվածը սուրբ եւ արդար է, ես կսկսի մշտական փորձառությամբ անցս գրթել շիդագի մեջ լալու եւ հոն զորավոր գլաս։ Ինչ հայտնություն որ պիտի առնես Սուրբ Հոգին, եթե քիչ մդարբեր Աստծո խոսքեն Սուրբ Հոգին չէ։ Եթե խու իմացած վկայությունը կամ փորձառությունը քեզի չարաչնորթեր խոսքին Սուրբ Հոգին չէ։ Սուրբ Հոգին եկավ Հիսուսի խոսքերով, ասելով որ պիտի հիշեցնեց ձեզ այն բաները որ խոսեցա եւ հայտնի քալիքի մասին։ Եվ գսե դուք ոչ մեկ բան սորվելու պետք ունիք, եթե ունենաք ուսուցիչը Սուրբ Հոգին, եւ ինչպես Սուրբ Հոգին ձեզ ցույց տվավ, մնացեք իր մեջ։ Ինչպես Սուրբ Հոգին օծությունը ձեզ ցույց տվավ, ասի առաջին Հովանես 2-ի մեջն է, ինչպես օծությունը ձեզ կսորվեցնե, ինչը ասինք օծության մասին, մեր սկացումները գուլանք, կխնդանք, կներշնչվենք, ադի օծությունն է, բայց գսե ինչպես օծության փուն կորձը ցեզի կսորվեցնե, մնացեք իր մեջ, երգյուղ ունեցեք։ Ամեն։ Ուրիշ համար մնալ գուզեմ ցեզի դալ, Արագած 9:10 գսե որ Աստծո երգյուղը իմաստության սկիզբն է։ Աստծո երգյուղ ունենալը խելացի լալուն սկիզբն է։ Ես անգե առաջ դմբոյի մեկ խոսքով, ինչ կանա քիր կարտայի Խելացի չէի, ով որ ինքս ինքը գսե, իմաստուն կհամարի այս աշխարհի չափով, թող որ հիմարը լա գսե, որբեսի Աստծո աչքին իմաստունը լա։ Ուրեմն Աստծո երգյուղ ունենալ սրտիս մեջ զիս իմաստուն ընելու ջամփու մեջ կտնե։ Եվ կշարունակի ասելով, եւ Սուրբին Սուրբը ջանչնալը հանջարին սկիզբն է։ Եվ որ ես Աստված կջանչնամ, հանջար կդառնամ։ Դու հանջար կդառնաս, ինչպես հանջար կդառնաս, սատանային ըրած չրածը գտեսնես սկիզբեն։ Զանազանության շնորհք կունենաս, գսկսից գիտնալ հոդարություն կունենաս, Քրիստոսի միտք կունենաս։ Բողոս Արաքյալը գսե, դու Քրիստոսի միտք ունիք։ Չկա Քրիստոսի միտք ունենալ առանց Աստծո երգյուղ ունենալու։ Չի գնարելալ, որովհետև այլապես մարմինդ քեզի միջ պիտի ցեփամը, Սուրբ Հոգի մի ցեփամը։ Եվ դու միլաս դեր ներեինձի քիրես դգարեմ, ներեինձի։ Ад հավատացյալը գլաս որ երկու ոտքերը փածածպես կկալե։ Դեղը չի գնար հասնել։ Որովհետև չէ գրծած որոշել ուր որ քիզի մեջն է ինքը։ Երգյուղ ունեցողը կջանչնա Քրիստոսի միտքը։ Քրիստոսի միտքով գնորոքվի։ Գսե ով գրծավ երբեք Աստծո խորուրդ տալ։ Մենք շատ անգամ գաղութենք եւ որ Աստծո երգյուղը ճունենք, գաղութենք մենք Աստծո խրատներ գուտանք։ Ասանք գնես թե ասանք պիտի լավա, ասանք պիտի նեմ քեզի համար։ Գխոստանամ ասանք պիտի նեմ։ Ասի վերջին անգամներ, մեկ հատ չլար, գխոստանամ այսպես պիտի փոխեմ կյանքս։ Աստծո երգյուղ ունեցող այս բարերուն պետք է չունենար։ Գուքայր արչեվ գիտնալով որ Աստված ներեց Զորության դիմաց կգնա եւ գսե դեր զորացուր որ ես անգամ մնալած ջամփու մեջ չերտամ երգյուղ Երկրորդ Պետրոս առաջին դակավին խոսելով երգյուղի մասին շատ անգամ աղոթքի միջոցին մենք գուզենք փամը որ մեզի բիդիկա թուրսեն որ զորություն դա մեզի գուզեմ միտքս ստագնել եւ որ գուզես Աստված զորացնե գուզես շատ անգամ գարձես բիդի Աստված փամը ղրգեքու վրաց Եվ այդ մեկը քեզի պիտի զորավոր սկացնե կամ դարբեր սկացնե։ Չէ եղած ես այսպես աղոթեք, որ հիմա իմ վրաս ուրախություն ղրգե։ Եվ գարձես ուրախություն պիտի կա վրաց։ Կամ հիմա փամը որ այսպես չսկամ։
Կուզեմ ցեզ ասել, որ Աստված ինչ որ գնե հոստեղեն գնե։ Իրեն հանդիպելով գնե։ Եկեք այս համարը նայենք, որ խոսի ասոր մասին։ 2 Պետրոս 1:3 Քրիստոս իր աստվածային զորությամբ մեզի բարգեւեց ամեն ինչ, որ անհրաժեշտ է աստվածաբաշտ կյանքի համար, մեզի ջանցնելով ան, որ իր փառքով եւ զորությամբ մեզ իրեն գանչեց։ Քեզի Աստված գսե այն օրեն, որ իրեն եկար, ինչ որ դալիք էր քեզի դվավ քեզի։ Քեզի դվավ ամեն ինչ գսե, որ դու կարենաս ապրիլ ճիշտ Հիսուսի նման, բայց ինչպես մեզի ջանցնելով ան, որ ինքը սուրբ է։ Ուրեմն ինչքան գջանչնամ ես Աստված, այնքան կսկսեմ ես այդ սրբությունը ապրիլ։ Ինչքան գմոդենամ իրեն, այնքան հաղթող ինքնությունս գջանչնամ, ոչ թե հաղթություն պիտի խնդրեմ որ կա, կսկսեմ ես ջանչնալ Աստծո երկյուղով, որ ես հաղթող եմ։ Կսկսեմ այլևս մեջս սկալ այդ հաղթանակը, որ Աստված սկիզբեն խոստացավ։ Այն հավատացյալը, որ մտերիմ չի Աստծո հետ, միշտ խնդրելու վիճակի մեջ կլա։ Ոչ թե որև խնդրելը սխալ է, բայց մտերմություն չունեցողը միշտ չի գիտնար ինչ կուզե Աստված։ Մտերիմ անձը գիտե որ Աստված իր հաղթությունը կուզե։ Գիտե որ Աստված իրեն գանչած է հաղթելու, ուրեմն խնդրել են շատ ավելի իրեն մոդենալու վրա աշխատի։ Հակոբոս կսե մոդեցիր Աստծո եւ ինք պիտի մոդենա քեզից։ Ես քեզի կսեմ իմ ամենամեծ փափակս 2025-ի որոշումս էր առաջին հունվար առաջինը, որ ես ներկայութենեմ պիտի չհեռանամ։ Ինչ դժվարություն որ գունենամ ներկայութենեն հերու գնալով գունենամ։ Եվ որ ներկայության մեջ մտերիմ կմնամ Աստծո հետ, Տուն չես ունենար այս վերը եւ վարը որ գունենա հավատացյալը ընդհանրապես։ Գունենաս Աստծո հետ հավատարիմ լալու վիճակին օրնությունը։ Տուն չես վախնալ։ Գիտեք որ Աստված Մովսես մերավ։ Եվ որ Մովսես մերավ, Աստված գանչեց, որուն գանչեց։ Հեսուին, սա Մովսես մերավ, հիմա տուն պիտի դանիս իրենց։ Եվ Հեսու երիտասարդ տղա մներ։ Առաջին խոսակցությունը որ Աստված հետ ունեցավ, իրենց սա որ նայեցավ, տուն պիտի դանիս իրենց։ Բայց սա մեկ բան բիդուզեմ քեզ մե։ Այս խոսքս արդու քիշեր ասոր մասի մտածե։ Փնավ երբեք ադոր մեջ են մի հերանար։ Եվ ուր որ երթաս պիտի օրնվի, քուգդ պիտի լա, մեկը պիտի չլա, որ քու թիմամծդ պիտի գարենա գենալ եւ հաղթել քեզի։ Այս մարդը երիտասարդ դղան միլիոնատ վախնալու բաժան ուներ։ Իր Մովսեսը, իր բոսը, իր առաջնորդը քնած։ Հիմա Աստված իրեն գսե ոտքի ելիր։ Միակ բանը որում պետք ունիս անալ խոսքս մշտական կորդածությամբ ջանչնալն է։ Ես սկիզբսինք անհասուն հավատացյալը, խագ հավատացյալը միշտ մեգումը պետք ունի որ ինսե շիրակ ջամփու մեջ կալե։ Ես բեբեկին չես սկեր որ սուրճի հավատը կաշե։ Չէ։ Հասուն հավատացյալը միշտ կորձածելով միշտ գիտե ինչ պետք է անի։ Ասրամար փարմը գա անգլերենով behavior wisdom։ Այսինքն վարվելու իմաստություն։ Այս մարդը բնավ չինար, ոչ թե որև շատ խելացի է, բայց որև ժաման ինքը իր խելքով այսինքն, բայց գսե որ որովհետև Աստված ջանցող մարդ է հանջար է ըստ Սուրբ Գիրքին։ Ես քանի անգամ անգել դասելու համար դու շատ անգամ խոսած ենք որ ինչեր գլան գնայինք բադվելին ասես խաղաղ է։ Ասեմ it's okay գսե։ Ես անգամը գանչեցի իրեն, ես իրեն պիտի քաչալերեմ դժվարություն գար։ Ես իրեն պիտի գանչեցի որ իրեն ասեմ որ բադվելի քեզ համար գաղութեմ։ Որ քաչալերեն բադվելին, ինք ինձի քաչալերու ելավ։ It's okay, okay. Love պիտի լավ։ Գիտես ինչու այսպես գլավ, որտեղ Աստված ջանցող մարդը վեր եւ վար չունենար։ Գոնենաս դժվարություն, բայց երկյուղը քեզ իր քով գբա։ Ինչ որ թիմացդ կա, հովս հեսուին պես մեկը գլաս։ Որովհետեւ մշտական կորձածությամբ խոսքով քալող մեկն ես, դու քիրես որ թշնամին որոշումը չէ որ քեզի հաղթե կամ չհաղթե։ Ես իր ջամփու մեջ եմ, ես պիտի գողեմ անոր գլուխը։ Ամեն։ Վերջին բաժինը որ գուզեմ խոսիլ, երկյուղին նշաններեն մեծակույներեն մեկը սրբությունը խոսեցանք, ուրիշ նշանը որ գա ճշմարիտ հնազանդությունը, որ ներքին հնազանդությամբ կլա։ Ասելով չլար։ Համակոմարի նույն այս դարի պիտի լա որ մեղմ ցայնը, ինչպես Սուրբ Հոգի մեզ հետ կխոսի։ Եվ մենք շատ անգամ որ գուկանք Աստուծո, մանավանդ եւ որ ընդունենք Հիսուսը, կսպասենք որ Աստված ամեն վարյան խոսի, եւ որ մենք չլսենք, կսենք ուրեմն ինձ չի սիրեր։ Շատ անգամ կամ ուրիշներուն ինչեր գսեն ինձ բամը չսեր։ Ով աս միտք ունեցած է։ Ուրիշներուն միշտ կխոսի,
Նա ինչ ավոր միսը լեզու կխոսի, ես դեռ չի խոսեցա։ Ինչ ավոր բաներ կսկան, ես բամը չեմ սկար։ Ցեզի բանալին պիտի դամ։ Հայտնության գիրքին 2:29 ով որ ագանջ ունի, թող լսե ինչ կսի հոգին եկեղեցին, չսեր։ Թող խնդրե որ Սուրբ Հոգին խոսի։ Չսեր խնդրե որ Սուրբ Հոգին քա։ Չսեր խնդրե որ Սուրբ Հոգին քեզի օրնե։ Ագանջը դուր գսե։ Ով որ ագանջ ունի։ Ես ագանջ ունիմ, ինչքան որ գիտեմ։ Բայց ագանջս գնամ շատ միլիոն բաներ ուտալ, եւ այդ միլիոն բաները այդքան բարձր գելեն իրենց ցայնով, որ կսկսեմ չլսել Աստծո ցայնը, գխեղտվի Աստծո ցայնը, եւ գխեղտվի։ Քեզ ինչպես Աստծո ցայնը գխեղտվի։ Որովհետեւ ասած մրցում չներ քու ցայներու թեմ որ դիրե։ Ադիվ քեզի վախցնել պիտի լար։ Շատ անգամ միլիոն անգամ մտածած եմ որ ինչպես Հիսուս գնար կար այսպես ցիով, կամ մեծ փարավոր դեսկով եւ մարդիկ հնազանդ էին իրեն, մեկը չգործվեր։ Բայց ադի հնազանդություն պիտի լար, ադի սարսափ պիտի լար մարդու մեջ, ազատ գամք պիտի չմնար։ Երգյուղ պիտի չլար։ Երգյուղ ինձ գբերե իր ներկայության մեջ, որ ես իմ ագանջը ստամ ավելի քանի մուզածս լսեմ իր ասածը։ Եվ պիտի տեսնես, ընդհանրապես ամենամեծ ցայնը որ գլա սատանային ցայնը չէ։ Մենք շատ անգամ գսենք որ հետից կրա սատանա ասենք բանը, շատ անգամ այդ ցայնը մեր ցայնն է։ Շատ սկուշը լանք, շատ բաներ գվերակրենք սատանային, որ ինքը ինչ կնե, երբ կնե, ինչպես կնե։ Ինք անակ գնե ես ուրախ չեմ լա, գսկամ սատանան եկած է ինձի միշտ դժվարության մեջ գցկե։ Շատ անգամ մեր անգրտությունը գլա։ Անգրտությունը սելով չեմ ասել անգիրտ բարգը խոսենք, մեր սկացումները չգրտելը մեզի շատ դժվար դեղեր կդանի։ Բարգացոտ մեկը բարգանալուն ծայրը պիտի հայուե մեկը, հավատացյալ կամ ոչ հավատացյալ։ Եթե մեկը իր սկացումները Սուրբ Հոգիով գրտելու չմարզվի, Աստծո երգյուղին քալով, ագանջը դալով, անցը մարզելով, աջելու չսկս, ինքը պիտի հայուե, եկեղեցի պիտի կա, վերջը պիտի մեկը ջամփան կոսե, պիտի հայուե իրեն։ Բայց ինքը հավատացյալ պիտի լա, վերջը ներողություն պիտի սե, Աստվածալ պիտի ները իրեն։ Բայց ադի երգյուղի բագասեն գուկա։ Ուրեմն հոսս էլ գուզե որ երգյուղ ունենալ կնշանակի ագանջս դրամատրել, խոնարեցնել Սուրբ Հոգին դիմաց։ Հիսուս գսե անոնք որոնք իմ գամքս կնեն անոնք են իմ ընտանիքս։ Այո բենդը գնավեր ժամել։ Այս կետով ալ գուզեմ ավարտել։ Վերջին նշանն ալգա որ երգյուղի հետ կապ ունի, անալ հաջույքի բաժինն է։ Ով հաջույք կառնե աղոթքեն։ Ով հաջույք կառնե Աստծո ներկայության մեջ նստել են։ Նայեցեք, քեշմիս կա եթե հաջույք չեք առնել, եղած ենք եւ գունենանք այդ վիճակները, որ հաջույք չենք առնել։ Գնաս լեզու խոսիլ եւ հաջույք չառնել։ Եվ որ մեկը լեզու խոսի եւ սիրտը հոն չէ, գերիս կնմանցնեմ ան զամոնին, որ 3 ժամը գծամես գոր եւ դեր պետք է զամես եւ համը կացած է այլևս։ Այսինքն կարելի է բոլոր ցևերը ընել աղոթքին, լեզու խոսիլ կարելի է, եկեղեցի կալ կարելի է եւ մեկ վարյան ներկայության հբումը չսկալ։ Գիտես ինչպես կգիտնաս եթե Աստծո հետ մտերիմ ես, եթե հաջիկ կառնես իր հետ լալեն։ Եթե պետք չունիս մեկում որ քեզի հիշեցնե որ ասգարտա Աստծո գիրքը։ Եթե պետք չունիս մեկում ասել որ ծարայ Աստծո։ Դու գվազես։ Եթե պետք գգարձեք օրը մեկը պետք ուներ Հիսուս պետք ուներ որ մեկ իրեն սե որ նա չմոռնաս ինչու եկած ես աշխարհ։ Արդու քիշեր ադով էր իր գամքի Աստծո գամքեն դուրս չերել էր եւ ադոր արդյունք ներկայությունը միշտ քեզ հետ կլա Հիսուսը ասավ ներկայությունը միշտ ինձի հետ է որովհետեւ ես միշտ հորը գամքի մեջ կմնամ Մովսես եւ որ Աստված արցակեց իրեն ասավ քնա ժողովուրդը խոստացված երգիր դար ասի ելք քերքին 30-րդ գլուխի մեջն է ինչը սա Մովսես եթե քու ներկայությունը ինձի հետ բիդի չկա ես քու կովե չեմ երթար Աստված իրեն գսե ես քեզի համար գատ եւ մեղ փոխող երգիր կղրգեմ քեզի որ ես քեզի դվի օրնություն գուդամ քեզի ծրի բիդի երթա ծրի բիդի աբրիսոն եւ մեզ մի բոլորը կամ շատերը բիդի առնեին առաջարկեն վազեին որև Աստված դվավ օրնությունը Աստված դվավ ով ոչ կսե օրնության բայց Մովսես ջանցած էր Աստծո հետ լալով որ ներկայությունը շատ ավելի գարժեր քան դվածը Բնավ չարդոնենք, որ մեր ուզածները թարնան մեր հարաբերության պատճառը։ Գիտեք, եւ որ Աստծո հետ մեր հարաբերությունը շինվի մեր ուզածներուն վրա, Աստծո մոդիկ կլանք եւ որ ունենանք եւ գերտանք եւ որ չունենանք։ Ժողովուրդ եւ որ մանանան ունենար օրական, Աստված կբաշխեր, բայց եւ որ չուր չունեցավ, Աստված մորցավ։ Բայց Մովսեսի բարերը ասավ, ես քու թեմ կուզեմ տեսնել։ Ես քու ներկայությանդ մեջ կուզեմ կանգնել։ Ամեն